Բարի գալուս սիրելի Calvary Armenian Church, ուրախ ենք որ շնելու ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական անունով։ Մեծ ուրախություն է այսօր միասին հավաքվել Տիրոջ անունը փառաբանելու համար։ Այսօրվա նոր երգը ուզում եմ մի խոսք ասել։ Տիրոջ խոսքը երբեք պարապտեղի ետ չի դառնում, ինչպես Եսայա 55 գլխում է ասվում։ Եվ եկեք բոլորը հռչակենք, որ Տիրոջ խոսքը կատարվի մեր բոլորի կյանքերում։ Թող փառավորվի այդ ամեն ինչի մեջ մեր Տերը, ամեն։ Ամեն։ Խոսիր Տեր եւ իմ սիրտը բաց լինի, խոսքը որ ասում ես իմ սրտին այսօր, այսօր իմ սիրտը բաց է եւ խոսքը որ ասում ես իմ կարիքների համար, թող ինձ սրտից Խոսիր Տեր եւ իմ սիրտը բաց լինի, խոսքը որ ասում ես իմ սրտին այսօր, այսօր իմ սիրտը բաց է եւ խոսքը որ ասում
Սուրբ ու պատվականուն Ամեն Շնորհակալ ենք Մերի քրոջը փառաբանության համար Հիմա եկեք շարունակենք Աստծուն երկրպագենք քանզի մենք գիտենք որ պաշտում ենք կատարյալ Աստծուն Եկեք մենք էլ բացենք մեր սրտերը դեպի Տերը Եվ սահման այն չունի Շատ հանք է ինձ համար Քեզ հետ ապրելը Նեղությունները Վերցնում ես ինձանից Կենթանի հավատքով Հոգիս լեցնում ես Ես վայելում եմ Ձերքեր սպարսում եմ քեզ իմ Տեր առանց վախի և կասկածի Կատարյալ Աստված երկրպագում եմ քեզ քո սուրբ սրբությամբ նորոգիր ինձ Տեր ջերմությամբ հպվիր Կատարյալ սիրուցը
ջերմությամբ ուծիր կատարյալ սիրուցը ծատ ոչ մի թամբան չուներ կատարյալ աստված երկրպագում են քեզ քո սուրբ սրբությամբ նորոգիր ինձ Տեր ջերմությամբ հպիր զորությամբ օծիր կատարյալ սիրուցը ծատ ոչ մի թամբան չուներ Եկեք աղոթք բարձրացնենք դեպի Տերը, որ նա առաջնորդի մեզ և մաքրի մեր սրտերը։ Բարձրացնենք մեր ձեռքերը և երկրպագենք նրան։ Ես ուզում եմ կատարել կամքը քո, խնդրում եմ մաքրիր դու ինձ սուրբ արյամբ քո, ես ուզում եմ Տեր տեսնել փառքը քո, խնդրում եմ լվա դու ինձ սուրբ արյամբ քո, Տեր առանց քեզ ճամփա չգիտեմ, թե ուր գնամ, ինչպես ապրեմ, սովորեցրու սիրել ինչպես դու սիրեցիր Տեր առանց քեզ ճամփա չգիտեմ թե ուր գնամ ինչպես ապրեմ սովորեցրու սիրել ինչպես դու սիրեցիր մաքրիր քո արյամբ ողջ կյանքը իմ պահիր որ անցնեմ կյանքիս ուղին մաքրիր քո արյամբ ողջ կյանքը իմ պահիր որ անցնեմ կյանքիս ուղին մաքրիր դու ինձ մաքրիր դու ինձ մաքրիր դու ինձ մաքրիր դու ինձ ես ուզում եմ կատարել կամքը քո խնդրում եմ մաքրիր դու ինձ սուրբ արյամբ քո ես ուզում եմ Տեր տեսնել փառքը քո խնդրում եմ մաքրիր դու ինձ սուրբ արյամբ քո Տեր առանց քեզ ճամփա չգիտեմ թե ուր գնամ ինչպես ապրեմ սովորեցրու սիրել ինչպես դու սիրեցիր Տեր առանց քեզ ճամփա չգիտեմ թե ուր գնամ ինչպես ապրեմ սովորեցրու սիրել ինչպես դու սիրեցիր մաքրիր քո արյամբ ողջ կյանքը իմ պահիր որ անցնեմ կյանքիս ուղին մաքրիր քո արյամբ ողջ կյանքը իմ պահիր որ
Բարի օր սիրելի եկեղեցի, մի համար կա, որ կուզեմ կարդամ մեր համար։ Մատթեոս 6-ից 6-րդ գլխի 19-ից 21-րդ խոսքն է։ Ձեր համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերն են սողոսկում, գողանում են։ Այլ ձեր համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցն է, ոչ ժանգը չեն փչացնում, ոչ էլ գողերն են սողոսկում եւ գողանում, որովհետեւ որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Ամեն։ Հրաշալի խորհուրդ է Աստված տալիս մեզ, որ առաջին հերթին սպասելիքները մեր միայն լինի Տիրոջից, երբ որ մոռանում ենք Աստծուն, մեր սպասելիքները կապվում է աշխարհի, մարդկանց ու հարազատներից, բայց մենք գիտենք, որ մենք բոլորս անսխալական չենք ու մեր փոքր սխալն էլ կարա դիմացինի նեղություն պատճառի, դրա համար ուզում եմ բոլորիս քաջարել եմ, որ մենք հրաշալի Աստված ունենք, ով սիրում է մեզ առանց ինչ-որ սպասումների։ Փառք Տիրոջը դրա համար։ Թող մեր սպասումները լինեն միայն Տիրոջից։ Ոնց որ խոսքում է ասում, որովհետև որտեղ ձեր գանձերն են դիզում, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Դրա համար եկեք ուշադիր լինենք, թե որտեղ ենք մեր գանձերը դիզում, ապրենք Աստվածահաճո կյանքով ու լավ օրինակ լինենք մեր աշխարհիկ եղբայրների ու քույրերի համար, որ իրանք էլ մեզանից օրինակ վերցնեն ու իմանան որտեղ իրանց գանձերը ճիշտ դիզեն։ Ու ըստ դրանից էլ մեր գանձերը Տիրոջ մոտ կշատանա։ Ամեն փառք Տիրոջը, կարող ենք առաջանալ մեր նվերները բերենք առաջ։ Փառք Տիրոջը։ Ես շնորհակալ եմ քեզանից, ես շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ քեզանից, շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն Հիսուս, ես շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ քեզանից, Եվս մեկ անգամ մեր ձեռքերը բարձրենք Տիրոջ եւ ասենք Շնորհակալ եմ քեզանից Իմ ամբողջ սրտով Տեր ես շնորհակալ եմ քեզանից Ես շնորհակալ եմ քեզանից Ամբողջ էությամբ ասենք շնորհակալություն Բարձրացու ձայնդ միասին ասենք նրան Շնորհակալություն Հիսուս, շնորհակալ եմ շնորհակալություն Հիսուս Դու որ քո ընծան բերեցիր Տիրոջ առաջ Աստծո խոսքը մեզ քաջալերում է սիրելներ, որ ամեն անգամ երբ գալիս ենք Տիրոջ տուն մեր ընծաները բերենք նրան, որովհետև այն ամենը ինչ որ մեր սրտի մեջ պարունակում է, դա նաև ցույց է տալիս կապվածություն դրա հետ, բայց Աստված մեզ սովորացնում է, որ մեր սիրտը միայն կապված է Տիրոջ հետ, ամեն, մեր բոլոր աղբյուրները նրանից են, սպասելիքները նրանից են։ Սրա համար եկեք մեր ձեռքերը պարզենք դեպի Տեր եւ ասենք շնորհակալ ենք, որ մեզ տալիս ես ապրելու հնարավորություն եւ մենք էլ քեզ բաժին ենք անում այդ օրհնություններից, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեզ սիրում ես եւ մենք էլ քեզ ենք սիրում։ Եվ հիմա ուզում եմ աղոթեմ քեզ համար, դու որ քո ծանրերով օրհնեցիր Տիրոջը։ Ես պիտի աղոթեմ, որ Աստված օրհնի քեզ։ Եթե դու կարիք ունես ֆինանսական, եթե դու կարիք ունես բժշկության, եթե դու կարիք ունես որևէ բանի, որ այսօր քո խնդիրն է, որով դու եկել ես Աստծո առաջ, թող այդ ընծան ճանապարհ բացի, այդպես ասում Տիրոջ խոսքը։ Ընծան ճանապարհ է բացում։ Կարող ենք միասին ասել, ընծան ճանապարհ է բացում։ Նորից ասենք, ընծան ճանապարհ է բացում։
Ճանապարհ բացել նշանակում է հնարավորություն տալ, որ ինչ որ մեկը մոտենա քեզ եւ պատասխան տա այդ ընծային։ Սիրելի երկնային Հայր, աղոթում եմ հիմա այս հրաշալի եկեղեցու այս ընտանիքիս համար։ Փառք եմ տալի քեզ այն բոլոր օրհնությունների համար, որով մեզ օրհնել ես։ Աղոթում եմ, որ այսօր յուրաքանչյուր ոք այստեղ լինելով, որ քեզ ընծաբերեց եւ ճանապարհը փռեց քո առաջ, ես աղոթում եմ, որ այդ ճանապարհի վերադարձը լինի օրհնություն։ Թող այդ ճանապարհի վրա Տեր, թող օրհնության աղբյուրներ բացվեն, թող որ քո պատասխանը գա յուրաքանչյուրի համար։ Նրանք, ովքեր կարիք ունեն հրաշքի, թող հրաշք կատարվի։ Բժշկության, թող բժշկություն կատարվի։ Ֆինանսական ճեղքման, թող որ ֆինանսական ճեղքում տեղի ունենա, Հայր։ Ես աղոթում եմ, որ հոգևոր վերապրում ունենա յուրաքանչյուր մեկը Տեր քո ներկայությունից եւ խնդրում ենք, որ դու փառավորվես այսօր եւ այս ծառայությունը հանձնում ենք քո սուրբ եւ հիասքանչ ձեռքերին, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ եկեղեցին հավատքով ասի ամեն։ Եկեք ծափահարենք Տիրոջը, շնորհակալ ենք մեր բոլոր ծառայողներին, շնորհակալ ենք, որ այսպիսի հրաշալի թիմ ունենք, շնորհակալ եմ Վլադ եղբայրս, Աստված օրհնի ձեզ, կարգապահներին, մեր ամբողջ ծառայությանը։ Եկեք մի պահ, մի քանի վայրկյան մեր աչքերը փակենք, միասին ասենք Սուրբ Հոգի խոսիր ինձ հետ։ Տեր, խոսիր մեզ հետ, որովհետև դու պատահական ոչինչ չես անում։ Քո յուրաքանչյուր այցելություն զորություն է բերում մեր կյանքերի մեջ։ Այն թարմացնում է մեր հոգին, մեզ լիացնում է քո ճշմարտությամբ եւ տալիս է զորություն ապրելու մեր հաջորդ կյանքի օրերը։ Թող որ գործդ զորավոր ձևով լինի այսօր յուրաքանչյուրի սրտերի մեջ, մեր Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Հիանալի է մեր Աստված եւ փառավոր է մեր Փրկիչը։ Այսօր մի հետաքրքիր նյութ կա սրտումս, որ ուզում եմ ձեզ հետ բաժնեկցել, սիրելներ, եւ երևի թե սա միգուցե վերածվի քարոզաշարքի, բայց այսօր 3 կետից բաղկացած մի հետաքրքիր նյութ կա սրտումս, 3 առանձնացած է Աստծո ներկայության մեջ ամբողջ օրը եւ աղոթք սեր Սուրբ Հոգի խոսիր։ Ես գիտեք, որ շատ անգամ ասել եմ, երբ որ քարոզիչները պատրաստում են պատգամներ փոխանցելու, խնդիրը նա չի, որ պատգամ չկա, խնդիրը նա է, որ շատ կա, բայց դրանցից որ մեկն է Աստծունը, որ մեկն է, որ Սուրբ Հոգին է ուզում, որ խոսես, որովհետև եթե որտեղից էլ բացես Աստվածաշունչը, հաստատ մի բան կասես, բայց կարիք, որը այսօր մեզ պետք է յուրաքանչյուրիս։ Այսօրվա մեր խոսքը, սիրելիներս, որ Տիրոջից ունեմ սրտումս եւ պիտի փոխանցեմ ձեզ, վերնագրել եմ այսպես. Հավատքի թշնամիները։ Հավատքի թշնամիներ։ Ես չգիտեմ, դուք երբևէ փորձառել եք, ձեր կյանքում ունեցել եք այդ փորձառությունը, որ զգաք, որ ձեր հավատքի համար կռիվ է գնում։ Զգացել եք։ Ինչ որ մեկը ընկած է քո հետևից։ Ինչ որ մեկը ամեն ինչ անում է, որ հետաձգի, որ կասկածի մատնի, որ թալանի քեզ, որ գողանա, որ հափշտակի, որ փչացնի, ամեն ինչ անի, որ դու ոչ աղոթես, ոչ կարդաս, ոչ հավատաս, անգամ հուսահատության գիրկն է քեզ գցում, մտածում ես վերջացավ էլ արդեն։ Ես հիշում եմ մի օր եղբայրներից մեկը տարիներ առաջ, սա 96 կամ 97 թվականներ։ Մի եղբայր լացելով եկավ իմ մոտ, լացելով, մխկտալով եկավ իմ մոտ։ Եկավ սենց, գիտեք ոնց, ես եթե ասում եմ, եթե ինքը շուտ չխոսեր, ես մտածում եմ, որ ինքը կամ մարդ է սպանել։ Եվ կամ չգիտեմ, ինչ որ մի բան արել ընկած են իր հետևից, որ հեսա պիտի հասնեն ու իրան սպանեն։ Այդ վիճակներ։ Եկավ ընենց մխկտալով, ընկավ, ասեց, մեղք եմ գործել, Արտակ ջան, մեղք եմ գործել, վերջ, էլի չկա փրկություն, էլ ներում չկա, այսպես, այնպես, սկսեց այդ չկա, մի հատ լիստ շարեց։ Գիտեք, ներսումս մի բան զգացի, որ Աստված համաձայն չի դրա հետ։ Եվ իրան ասի, լսի, ինչ եմ ասում։ Այդ ինչ որ արել ես, անցավ։ Հիմա հնարավորություն ունես վերափոխելու։ Աստված չի փակել իր դուռը քո համար, նա պատրաստ է քեզ օրհնել եւ դու կարող ես շարունակել քո ճանապարհը իր հետ։ Հավատացնում եմ, այդ օրի, հենց այդ օրվա այդ խոսքերը իր կյանքը այնպես փոխեցին, մինչ այսօր ինքը հովական ծառայության մեջ է եւ փառք Տիրոջ, շատ պտղաբեր։ Միթե հիանալի չի, որ դու ստանում ես մի հատ խոսք, որը որ քեզ կարող է թարմացնել եւ քեզ զորություն տալ հավատքի ճանապարհը շարունակելու։ Մարդիկ կան, որոնց հետ խոսում ես մի քանի րոպե, հավատքդ բարձրանում է, զորանում է, քաջալերվում ես, ամեն։ Երբեմն մարդիկ կան 5 րոպե նստում ես իրանց կողք, հավատքիդ կյանքը գնում է քո ձեռից։
Սրա համար մենք պետք է մի բան հասկանանք, սիրելիներ, հավատքը մի բան է, որի համար Սատանան ընկած է մեր հետևից, Աստված լայն բացել է իր դռները մեզ լցնելու համար։ Ուրեմն դա այնքան կարևոր բան է, որ մենք կարիք ունենք հետևելու մեր հավատքի կյանքին։ Եվ հավատքը ունի թշնամիներ։ Երբեմն մենք դրան ասում ենք Սատանա, բայց իրականում ոչ այդքան։ Որովհետև եթե Սատանան մեր դեմ արդեմ կանգնի եւ ասի ես եկել եմ հավատքդ փչացնեմ, մենք միանգամից կհակառակվենք իրան, չէ՞։ Կասենք քեզ հո ճանաչում ենք, դուրս գնա, դու ստե գործ չունես։ Բայց նա գալիս է տարբեր ճանապարհներով եւ այսօր ուզում եմ, որ մեր հավատքի թշնամիներից ոմանց ճանաչենք։ Պատրաստ եք ինձ հետ ճամփորդության։ Ուրեմն սիրելիներ, հավատքի կյանքի ճանապարհը սկսվում է Աստծո հետ հանդիպումից։ Առաջին մասը սա է, որ դու հանդիպում ես Աստծուն։ Առաջին բանը սա է, որ դու տեսնում ես Իրան, քո հոգևոր աշխարհը բացում է Իրան, ինչ որ բան է տեղի ունենում եւ դու հասկանում ես մեղավոր ես, հիմա նրա կարիքը ունես։ Եվ երբ որ այդ առաջին հանդիպումը տեղի է ունենում, հանդիպումը պետք է անցնի ճանաչողության ճանապարհ։ Ճանաչել Աստծուն։ Հիսուսը հենց սա էր ուզում բացատրել, որ սա է, որ մենք ճանաչենք Հորը, ճանաչենք Աստծուն։ Իսկ ո՞նց են ճանաչում փորձությունների մեջ, դժվարությունների մեջ, տարբեր իրավիճակների մեջ։ Դուք պատկերացրեք, դուք Աստծո մասին կարող եք իմանալ, բայց Աստծուն չիմանաք։ Մեզ կարող են լավ պատմել նրա մասին, բայց նրան չներկայացնել։ Իմ եւ քո կարևոր եւ գերագույն խնդիրը սա է, որ մենք կարողանանք Աստծուն ճանաչել ինչի մեջ, որ մենք կանք։ Դա կլինի դժվարություն, դա կլինի առատություն, որոշները փորձվում են խնդիրների մեջ, խնդիրների մեջ, ցավի, հիվանդության, անկողինների մեջ, հարվածների մեջ, զրկանքների մեջ, որոշները փորձում են հարստության մեջ, որոշները փորձում են հաջողությունների մեջ, երբ որ աղոթում են, հրաշքներ է տեղի ունենում, նրանք փորձվում են հենց այդտեղ, որովհետև իրանք պայքարելու են հպարտության դեմ, իրանք պայքարելու են ցանկությունների դեմ, իրանք պայքարելու են սրբության այդ հակառակությունների դեմ, այսինքն իրանք այնքան բան կա, որի համար իրենք պետք է պայքարեն, եւ պայքարը բոլորիս համար հավասար է։ Բոլորիս համար։ Կա մեկը, որ ոչ մի պայքար չունի այս կյանքում, խնդրում եմ ինձ վերցրեք ձեզ աշակերտ։ Մեծ սիրով, full time կգամ ձեզ աշակերտ, սովորացրեք ոնց ապրել, որ խնդիր չունենալ։ Բայց վստահ եմ, որ մենք բոլորս ունենք, բայց այդ խնդիրների մեջ կարող ենք նաև ճանաչել թշնամուն։ Առաջին բանը, որ ուզում եմ ձեզ ասել, սա է։ Մեր առաջի թշնամին, անօգուտ խոսք։ Խոսքը ոչ միայն սովորական խոսք պատկերացրեք, այլ հենց Աստծո խոսք պատկերացրեք։ Ուզում եմ ձեզ համար կարդալ Եբրայեցիների 4 գլուխ առաջին 2 համարները։ Ուրեմն վախենանք, տեսեք ինչ է ասում հրաշալի խոսքը մեզ։ Ասում է ուրեմն վախենանք, միգուցե հետ մնանք նրա հանգստի մեջ խոստումը մնալիս, ձեզանից մեկը պակաս գտնվի, որովհետև մենք էլ ենք ավետիսը առել ինչպես նրանք, բայց նրանց օգուտ չբերեց ավետիքի քարոզչության խոսքը, որովհետև չխառնվեց հավատքի հետ լսողների մեջ։ Սրանից առաջ հեղինակը խոսում է հավատքի հերոսների մասին, զորավոր մարդկանց մասին։ Մարդիկ, որոնք հավատքի կյանք ապրեցին, Աբրահամ, Մովսես, Հակոբ, Իսահակ, ամենքը, Ենովքը, մյուսները, ամեն մեկի մասին խոսում է։ Բայց հետո գալի հասնում է մի տեղ, խոսում է որոշ մարդկանց մասին, որոնք որ լսել էին հավատքի խոսքը, բայց Աստծո խոսքի մեջ ինչ են կարդում, այս հեղինակը ինչ ասում։ Ասում է նրանց ոչ մի օգուտ չտվեց այդ խոսքը։ Ոչ մի օգուտ։ Այդ պատմությունը ձեզ պատմել եմ, չէ՞, որ մեկը իր անկերոջ մոտ ասում է Պապաս իմաստուն մարդ էր, էլի այդքան ասում էր, չլսեցինք, էլի։ Այդքան ասում էր, չլսեցինք, ասում էր առավոտից գիշեր ասում էր, չլսեցինք։ Այս կողքին ասում է, լավ ինչ էր ասում, ասում է, չլսեցինք։ Եթե լսեր ու կիմանար ինչ է ասում, բայց օգուտ չի տվել այդ խոսքը։ Օգուտ չի տվել։ Գիտեք ինչու օգուտ չի տալիս, որովհետև բանալին թաքնված է հենց նույն խոսքի մեջ, այս նույն հատվածի մեջ բանալին թաքնված է, սիրելիներ։ Շատ կարևոր է այստեղ հասկանալ։ Տեսեք ինչ է ասում։ Ասում է ուրեմն վախենանք։ Ասում է, որ միգուցե երբեք նրա հանգստի մեջ մտնելու խոստմունքը մնալով ձեզանից ոմանք պակաս գտնվեն։ Ուրեմն հնարավոր է, որ մարդը լսի խոսքը, իրան թվա թե այդ խոսքը իրանն է, բայց այդ խոսքը իր կյանքի մեջ ոչինչ չանի։ Այո։
Հնարավոր է եւ շատ է պատահում այսօր սիրելներ։ Այսօր շատ է պատահում, որ քրիստոնյաների բերանի մեջ կա խոսք, բայց այդտեղ սրտի մեջ խոսք չկա։ Հավատքի կյանքի մեջ չկա այդ խոսքը։ Կա Հիսուսի անունով խոսքերը, կա Փառք Տիրոջը անունը, Աստծուն փառք անունը, բա Աստծու ոտերին մեռնեմ, չգիտեմ, սենց անեմ, նենց անեմ, բայց սրտում ոչ մի համաձայնություն չկա Աստծու անվան համար կրել զրկանք, ապաշխարություն, սրբության մեջ հետևել չկա։ Գիտեք ինչու չկա։ Խոսքը վերջին մասը տեսեք ինչ է ասում։ Բայց նրանց օգուտ չբերեց ավետիքի քարոզչության խոսքը, այսինքն այս ավետիսը որ տվեցին, որովհետև չխառնվեց հավատքի հետ լսողների մեջ։ Չխառնվեց։ Այո, քրիստոնյան կարող է լսի, բայց չխառնի այդ խոսքը իր կյանքի մեջ։ Դուք պատկերացնում եք, որ ձեզ տալիս են թեյ, որ դուք խմեք, տերաֆլու։ Բուժիչ մի բան ասենք, չէ՞։ Այսօր ինչքան լավ է, բոլորը տերաֆլու խմը եկել են։ Պատկերացրեք, դուք տերաֆլուն լցնում եք բաժակի մեջ եւ խմում եք։ Հարց եմ ուզում տամ։ Դուք կարծում եք, այդ ինչ որ դուք խմեցիք, դա ամբողջ դեղն էր, որ խմեցիք։ Երբ դա կլինի ամբողջ դեղը, երբ որ մի հատ գթալ վերցնես եւ սկսես խառնել։ Երբ որ փոքր էինք, դպրոց պիտի գնայինք, մաման ամեն առավոտ գալիս էր, երեխեք չայ խմեք, որ պիտի գնաք, շատ լավ, չայը դե գիտեք, այն ժամանակ էլ չայ, գնաց, լցնում են, չէ՞, տակը այսքան պեսոկ է։ Պեսոկը լցնում են, խմում ենք, մամ համով չի, այ նոր եմ լցրի, այ բալաջան, նորից մի հատ էլ լցրու, ոչինչ, մի հատ էլ մեկ էլ խմում ենք այդ կներեք բառը, ասում են վռիկ չայը։ Վերջ հասնում ենք տակը այնքան ավազ կար, այսինքն շաքարավազ, այնքան էր մնաց դա։ Մենք անհամ ջուրը խմեցինք, բայց համը մնաց տակը։ Երբեմն քրիստոնյայի կյանքի մեջ ճիշտ նույն բանն է կատարվում։ Խոսքը չի խառնվում։ Խոսքը տեղ չունի մեր մեջ։ Խոսքը գիտություն է մնում, խոսքը մնում է հասկացողության մեջ, եւ այդ հասկացողությունը երբեմն կոնֆլիկտ է ստեղծում մեր անձնական բանականության հասկացողության հետ, եւ մենք գտնում ենք, որ այդ խոսքը մեզ պետք չի։ Ինչու, որովհետև ասում է հավատքով չխառնվեց։ Ինչ է նշանակում հավատքով խառնվել։ Սա նշանակում է, որ դու թույլ տաս այդ խոսքին, որ նա ինչ որ գործունեություն սկսի քո կյանքի մեջ։ Որ այդ խոսքը սկսի մտնել քո մեջ ու ասի, որ այս ինչը ճիշտ չի։ Որ փոխի այնտեղ ինչ որ մի հատ սեթինգներ, որ դու հետ դառնաս, ասես մի ժամանակ ես այսպես էի, բայց հիմա այսպես եմ։ Գիտեք, քրիստոնյայի կյանքի մեջ խոսքը գալիս է հենց այսպես, մի ժամանակ, բայց հիմա, այսպես պետք է լինի, որ պետք է բաժանվի Քրիստոսից առաջ եւ Քրիստոսից հետո, մեր թվարկությունից առաջ եւ մեր թվարկությունից հետո, ինչի որովհետեւ եթե դու փոփոխություն կամ վերափոխում չես ապրում քո հոգեվոր կյանքի մեջ, ուրեմն խոսքը չի խառնվել քո կյանքում։ Ինչ պետք է անենք։ Ես կարդում եմ խոսքը եւ ասում Տեր, եթե մի բան կա իմ սրտի մեջ, որ համապատասխան չի այս խոսքի հետ, ես տալիս եմ քեզ իրավունք, որ դու իմ ներսում դա վերափոխես։ Բայց երբ որ ես ասեմ Տեր, վատ խոսք չի, ուղղակի մի քիչ վիրավորական է հնչում, մի հատ եղբայր ունենք ամեն անգամ երբ որ կարդում էր Քրիստոսի Հիսուսի ոչխարները, կամ ասենք ես հովիվն եմ դուք ոչխարները, վիրավորում էր։ Մի օր եկավ մի քանի անգամ այդ նույն բան ասում, արտակ ախպեր ասում, լավ, չի լի տեղ ուրիշ բան գրածներ, ասի ինչի ես ոչխարն, ինչի մենք այդ տղեկն ենք։ Ես չգիտեմ որ տղեկն ենք, բայց ոչխարը լնելը, այն որ Հիսուսի ոչխարն է, ամենանտիր բանն է։ Դուք հասկանում եք, դա վիրավորական չի, որտեվ դա սիմվոլիկա է, խորհրդանշական մի բան է, նա հովիվն է։ Իսրայելի մեջ ընդունված եւ հարգված էր հովվի պաշտոնը, գիտեք ինչու, հովիվ անվանվում էր նա, ով գառ ունի, ով ոչխարների հոտ ունի։ Եվ հոտերը ի տարբերություն հայկականի, օրինակ գիտեք հայկականում ինչ ձև է, հոտերը ինչ ձև են գնում, հովիվը Իսրայելի մեջ գնում է առաջից։ Իսկ հայկական հովիվները գնում են վերջից։ Որ հանկարծ գայլը գա, իրանց բան չլինի, հոտին լինի, վերջը։ Բայց Աստծո խոսքն ինչ ասում, Հիսուսն ասեց, ես եմ բարի հովիվը իր կյանքը դնում է ոչխարների համար։ Իսկ նա որ վարձկան է, ամսականով է աշխատում, երբ որ գայլը գա, վտանգը գա, առաջի փախնողը հենց ինքն ալնում։ Հենց պրոբլեմ ալնում է, գտնում ես, հոպ չկա։ Այս ծառայողն ինչ եղավ, այս հովիվն ինչ եղավ, այս առաջնորդն ինչ եղավ։ Գործ եղավ գնաց մարդը։ Ասում մի օր մեկը բժիշկը մտնում է հիվանդանոց, հիվանդասենյակ եւ հարցնում է, նայում է, տեսնում է մեկը չկա, հարցնում է, ես ուր է այս հիվանդը, ասում է բժիշկ ջան, չես հավատա, վատ էր զգում գնաց տուն։ Որոշները այդպես են, վատ են զգում գնում են։ Բայց
Ճշմարտություն կա այս խոսքերի մեջ, սիրելներ։ Ասում է ոչ մի օգուտ չեղավ, որովհետև հավատքով չխառնվեց։ Դու կարող ես վերցնել Աստվածաշունչը եւ կարդալ։ Գիտես, այս խոսքը օդի մեջ գրվելու խոսքեր չեն, սրանք հավատալու արժանի խոսքեր են։ Բոլոր մարդիկ, ովքեր որ իրանց կյանքի մեջ ուղակի երևակայել են Աստծո խոսքի մասին, մահվան անկողնում հետ են դարձել այս խոսքին։ Նրանք, ովքեր որ արհամարել են, նրանք, ովքեր ոտատակ են տվել, կարևոր չեն համարել, հանկարծ մի օր որոշել են հետ դառնան այս խոսքին։ Ինչի, որովհետև Հիսուսն ասեց, իմ խոսքերը, այս խոսքերը կյանք են։ Հոգի ու կյանք է այս խոսքերը, սիրելներ։ Այս խոսքերը ամեն ինչ է, ինչի կարիքը որ ես ու դու ունենք։ Թույլ տանք, որ այդ խոսքը խառնվի մեր կյանքին, թե չէ։ Եթե չէ, ուրեմն թշնամին սարքելու է քո համար դա անօգուտ խոսք։ Դե լավ, դե հիմա գրված է, հիմա մեկը գրել է, ինչ իմանաս, երբ է գրել, որտեղ, ինչ պայմաններում, ինչի համար։ Սիրելներ, եթե դա այդքան կարևոր չլիներ, Սուրբ Հոգին չէր ուզի, որ այս խոսքը այսօր հասնի մեզ։ Չէր գրվի, որովհետև այս գրվածքի համար մարդիկ կյանք են դրել, որ այդ գրվածքը հասնի, եւ Աստծո գրավոր խոսքը, Աստծո հայտնված խոսքը մեզ համար իրականություն է եւ մեզ կյանք տվող խոսք է։ Ամեն։ Ուրեմն ի՞նչ է պետք մեզ։ Կարդալ Աստվածաշունչը։ Ես ուզում եմ ասել դարի ցավալի հիվանդություններից մեկը, որ մարդիկ չեն սիրում կարդալ։ Չեն սիրում։ Բոլորի համար մեծ երջանկություն կլներ եւ ընդունելության արժանի կլներ, որ ամեն մի գիրքը 66 գիրք կա Աստվածաշնչում, գիտեք, չէ՞։ 39 կտակարան, 27 նոր կտակարանում։ 66 գրքերը, բոլոր գրքերը գրված լիներ մեկ նախադասությամբ։ Շատ ուրախ կլնեին։ Գիտեք այդ ինչի է հավասար ռիլերին։ Երբ որ նայում ես, կարդացիր, նայում ես, կարդացիր, նայում ես, որտեղ ժամանակ չկա։ Բայց գիտեք, երբ որ Աստված այս խոսքը տվեց, այս խոսքը դարերի մեջ գրվեց եւ եկավ հասավ մեզ բոլորիս, որ մենք կարողանանք հասկանանք, որ խոսքը այնքան կարեւոր է այսօր ինձ ու քեզ համար։ Գիտեք, վերջի ժամանակներում նշաններից մեկը սա էր, Տեր Հիսուսն ասեց։ Վերջի ժամանակներում մարդիկ այնքան զբաղված կլինեն իրանցով, մյուսներով, պատերազմներով, մյուսներով, որ խոսքի նկատմամբ այլևս ծարավ չեն ունենա։ Խոսքը կլինի, ծարավ չի լինի։ Եվ այդպես էլ ասում է մարգարեական խոսքը, ասում է, որ Աստծո խոսքի ծարավ կլինի, սով կլինի, ներողություն, Աստծո խոսքի համար սով կլինի։ Այդ խոսքը, որտեղ որ գրված է, այդ խոսքը ծարավից մարդ մեռնում է, բայց չի եթում ջուրը խմելու։ Եկեք մի բան հասկանանք, սիրելներ, Աստված ուզում է, որ իր խոսքը ուղարկի մեր էության մեջ։ 5 կտակարանում Աստված իր խոսքը դրեց 2 քարերի վրա, մատով գրեց Աստված 10 պատվիրանները, եւ հետո այդ 10 պատվիրաններից հետո գիտենք, որ Մովսես երբ որ իջավ եւ կոտրեց Իսրայելի վրա բարկանալով, հետո հետ դառավ գրեց նորից, Աստված ոչ միայն 10-ը, այլ մնացած բոլոր օրենքի պահանջները տվեց նրան։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այս, որ քարի վրա գրված օրենքները մարդկանց կյանքը չկարողացան փոխել։ Այս գրվածքը պետքա գնա մարդու սրտի տախտակների վրա։ Պետք է թույլ տանք, որ Սուրբ Հոգին Աստծո խոսքը դաջի մեր սրտերի մեջ, որ երբ որ միտեղ լինենք, որ արդեն այս տախտակները չլինեն, բայց այստեղ գրածը լինի։ Իմ ամենահիանալի տարիներից, որ ես ունեցել եմ, սիրելներ, ունեցել եմ իմ մենակության տարիները բանակում, երբ որ չէր թույլատրվում Աստվածաշունչ կարդալ։ Քրիստոնյա երկրում պատերազմական ժամանակաշրջան էր, գիրք չէին թողում, ես գիրքը բարձից տակ էի պահում եւ այնքան էի բաժանել տարբեր գրքեր, բրոշուրներ։ Մի օր հրամանատարներից մեկը մտավ սենյակ, շատ ջղայնացավ, որ տեսավ մի հոգի պարկած է։ Եվ ջղայնացավ։ Գիտեք, հրամանատարներն էլ մահան են մանգալի ջղայնանալու։ Մանավանդ այդ ժամանակ եկան տեսավ մեկը պարկած եկավ, էս ինչա բան, վերջը էս կոմենկոմսես թափ տվեց սեզ բան, մեկ էլ տեսավ այնտեղ մի հատ բարձի տակ գիրք ա դրած։ Նոր կտակարան։ Նայեց էս նոր կտակարան, ասեց, էս ինչա, էս ինչ եք դարձել, ես էլ այդ վաշտի մեջ եմ, ինքն էլ իմ հետ խնդիր ունի, գիտի որ ես հավատացյալ եմ։ Էս ինչա, էս ինչ եք սարքել այստեղ, բան գնաց հաջորդին, ասեց իրար կողք են, մեկ ստեից քաշես, մյուսն էստից բարձրացրեց, ստեղ գրած է, մեռնել է ետքը ուր։ Բրոշուրա դրած։ Այն մյուսին գնաց, գիրքը բացում է, անդեղից էլ գրած է ճշմարտությունը, չգիտեմ ինչ, բրոշուրներ այնքան են բաժանել, սա բոլոր բան են եղել։ Բայց գիտեք ինչն էր հետաքրքիր, այն ժամանակ, որ ես գիրք կարդալու հնարավորություն չունեի, ես կարդում էի իմ սրտի մեջ եղած գրքի էջերից։ Իմ անգիր սովորած գրքից էի կարդում։
Որովհետև ես Աստվածաշունչը չէի կարդում սովորական, ես կարդում էի անգիր էի անում։ Ես երկար ժամանակ սովորում էի անգիր անել։ Ես Աստվածաշունչը գրքերով անգիր էի անում։ Եվ հիմա արդեն 30-ից ավել տարիներ ես երբ որ խոսում եմ այն հիշողություններից, որ իմ սրտի մեջ գրվել է։ Եվ այդքան խիստ պարտադիր չի լինում երբեմն բացել եւ կարդալ, որովհետեւ այնտեղ կա արդեն։ Ուրեմն, ինչ օգուտ է քեզ տալիս խոսքը։ Քո նեղության ժամանակ հավատքի խոսք է պետք։ Քո խնդիրի ժամանակ հավատքի խոսք է պետք։ Եթե խոսքը չկարողանա բնակվի քո սրտի մեջ, սրտիդ պարունակությունը կլինի անհավատություն։ Խոսքը օգուտ չի տա, ավետիսը քեզ ոչինչով օգնել չի կարող։ Համաձայն եք ինձ հետ։ Ուրեմն սիրելներ, Ղուկաս ավետարանում մի հետաքրքիր խոսք կա, ուզում եմ կարդալ ձեզ համար 5-րդ գլուխ 4-5 համարները։ Եվ երբ որ խոսելուց դադարեց, Սիմոնին ասեց. Սա Տեր Հիսուսն է, ուզում եմ ձեզ նախապատմությունը ասել, ուրեմն Տեր Հիսուսը խոսեց ժողովրդին, տարբեր մարդկանց խոսեց, վերջացրեց, եւ խոսելը վերջացրեց ժողովրդի հետ, ծով եզերքին էին, եւ Պետրոսն էլ այդտեղ էր, ծովի վրա, նավի վրա սպասում էր, տնարես մարդն էս ինչ է ասում, խոսեց, վերջում Հիսուսը դառնում է Պետրոսին եւ ասում է. Հիմա քո հետ պետքա գործ ունենամ։ Գիտեք ինչ է ասում, թույլ տվեք կարդամ ձեզ։ Եվ երբ որ խոսելուց դադարեց, Սիմոնին ասաց. նավը դեպի խորը տար եւ ձեր ուրկանները գցեք որսելու համար։ Եվ Սիմոնը պատասխանեց նրան եւ ասեց. Վարդապետ, ամբողջ գիշեր աշխատեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուրկանը կգցեմ։ Պատմությունը երկու մաս ունի։ Պետրոսը իր փորձառությունը արել էր, գնացել էր որսի ձուկը, չէր կարողացել բռնել, ամբողջ գիշեր ինքը խոստովանում է, վարպետ ձկնորսը, գնացել է, չի հաջողվել։ Եվ եկել է, գիտեք որ ձկները ընդհանրապես իրանք պարսով են ման գալիս։ Կարող է մի օր ընտիր ձուկ որսած մի տեղից, կարող է մի ամիս ընդհանրապես տեղից ձուկ չբռնես։ Միգուցե Պետրոսի մեջ կար արդարացում, դե ձկները գնացել են ուրիշ մաս երևի, ավելի տաք տեղ են գտել, գնացել են այնտեղ, կամ կերակուր են գտել, փոխել են իրանց դիրքը, կամ միգուցե պատճառ, Տերն ասում է, քո նավը տար մի քիչ խորը, եւ այնտեղ ուրկանը գցի։ Պետրոսն ասում է, ես ավելի լավ գիտեմ։ Իմ համոզմունքը սա է, որ ձուկ չկա։ Ամբողջ գիշեր չարչարվել ենք։ Գիտեք, որ գիշերից հետո է, որ ձկները սովածանում են եւ կամաց դեպի առավոտվա կողմ գալիս են ինչ որ կերակուր գտնելու։ Պատմության երկրորդ մասը։ Ես կարծում եմ, որ երբ որ Պետրոսն այդ ասեց, Հիսուսն նայեց. Ինչ։ Հիմա ինչ ես մտածում։ Եվ կարծում եմ, որ Պետրոսը գցեց բռնեց, այսքան բան որ ասում ես ճիշտ է։ Լավ, այդ քո խոսքի համար, այդ որ դու ասիր, ես դա կանեմ։ Հենց այդ խոսքն է, որ քո ձուկ չեղած տեղը մեծ որս կա։ Այդ խոսքն է, որին դու կարող ես հավատալ եւ այդ ոչ մի բան չլնող տեղի մեջ հանկարծ մեծ արդյունք ունենաս։ Բոլորն ասում են չի լինի, դու ասում ես կլինի, որովհետև իմ Աստված խոստացել է։ Սիրելիներ, ես անգամներ ձեզ ասել եմ, ես շատ անգամ կարդացել եմ Սուրբ Գիրքը եւ նորից կարդում եմ եւ ամեն անգամ, երբ որ մի խոսք կպնում է իմ սրտին, մատս դնում եմ խոսքի վրա եւ ասում եմ. Տեր, այս խոսքը դու ասել ես։ Դու ասել ես, որ էսի սենց կլինի, եւ ես այդ խոսքին հավատում եմ։ Ես այդ խոսքին հավատում եմ, որպեսզի օգուտ ստանամ։ Ամեն։ Դու հավատում ես Աստծո խոսքին, ուրեմն սրանից հետո խոսքը կարդա հավատալով խոսքին։ Երբ որ դու հավատում ես, չի նշանակում դու ես գործողություն կառավարող կազմակերպողը, դու ընդամենը հավատում ես նրան, ով խոստացել է եւ կարող է դա անել մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ուրեմն մենք չենք անողը, մենք ուղղակի հավատացողն ենք, ճանապարհ բացողն ենք, որ Տերը մտնի եւ այդ գործը անի մեզ համար։ Ուրեմն հավատքը մեզ համար կարևոր մի բան է։ Քո խոսքի համար կարող ես Տիրոջ ասել. Տեր, ների իմ անհավատությանը, բայց քո խոսքի համար ես դա կանեմ։ Ամեն։ Թող Տերը օրհնի մեզ, սիրելիներս, վստահ եմ, որ այս խոսքերը մեզ շատ բան դեռ պետք է ասեն, սրանք մեզ պետք է դեռ թարմացնեն եւ երբ որ այսօր գնանք տուն, այս ծառայությունից հետո վստահ եմ, որ դուք հələ մտածելու շատ բան պետք է ունենաք։ Երկրորդ բանը, ուրեմն առաջի թշնամին ով էր, որն էր անօգուտ խոսքը։
Խոսք, որ դու կարդում ես, օգուտ չի տալի, հավատքով չես ընդունում այդ խոսքը, չես շաղախում քո կյանքի մեջ, թույլ չես տալի, որ գործանի, թույլ տուր իրան, եւ նա իր հրաշալի գործը կանի։ Նա անենց մեկը կսարքի քեզ, որ դու երբեք չէիր պատկերացնի, որ դու դա կարող ես լինել։ Երկրորդ թշնամին իրարից փառք փնտրելը։ Հիմա կասեք, ես ինչ կապ ունի հավատքի հետ։ Հավատքի հետ ինչ կապ ունի իրարից փառք փնտրելը։ Վստահ եմ, որ Սուրբ Հոգին պիտի օգնի մեզ ճիշտ հասկանանք այս խոսքը։ Հովանու ավետարան 5:44-ում Տեր Հիսուսը մի հետաքրքիր խոսք ասում։ Ինչպես կարող եք դուք հավատալ, երբ իրարից եք փառք փնտրում, եւ այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք փնտրում։ Ոնց կարող եք հավատալ, որ իրարից եք փառք փնտրում։ Մի փոքր հիմա կբացատրեմ ավելի ճիշտը հասկանալու համար, սիրելիներս։ Դպիրների եւ փարիսեցիներին ուղղված այս խոսքը Տեր Հիսուսը շատ խիստ է խոսում իրանց հետ։ Գիտեք ինչ էին անում իրանք։ Իրանք ամեն ինչ որ անում էին, որ բոլորը տեսնեն, ինչքան հնարավոր է շատ մարդ տեսնի, թե իրանք ինչ էին անում։ Իսկ ինչ էին անում։ Մի քանի բան ուզեմ ձեզ ասեմ։ Իրանք մարդկանց բարեհաճությունն էին փնտրում։ Երևան, որ իրանք լավ մարդիկ են, ճիշտն են, էս են։ Նույնիսկ հագնվում են այնպես, որ բոլորը կարողանային ճանաչեն իրանց։ Օրինակ սուքի օրերը իրանք հատուկ կեցվածք ունեին։ Լուր, տրտումերես, չէ՞։ Հատուկ խորհրդանշական, չգիտես ինչի, հոգևորներին միշտ նայել են որպես տխուր, ոչ այս աշխարհի ընդհանրապես ասենք տրամաբանության մեջ, լրիվ ուրիշ ինչ որ ասես հատուկ կատեգորիա։ Գիտեք քանի անգամ են մեզ եկել ասել ախպեր, այդ ձեր քեֆին, այդ ուրախության, այդ հարսանիքին, այդ ձեր ծնունդին, այդ ինչ եք դուք խմել, բան եք բերե խմել եք, որ դուք այդքան ուրախ եք։ Ոչ։ Պարզապես ձեր ուրախությունը ցես բաժակների մեջ է, մեր ուրախությունը այս բաժակի մեջ է, Սուրբ Հոգուց է։ Մեր իսկական ուրախությունն է, իրանցը հեսա խմեն, զարթնեն, ամեն ինչ Փարիսեցիները աղոթում են այնպես, որ բոլորը տեսնեն, կարողանան իրանց տեսնել, վայելը, հո գիտես, ես ինչ աղոթք արեց։ Բառեր էին փնտրում, բաներ էին ասում։ Մի օր մի եղբայր կար, հիշում եմ տարիներ առաջ, մոտ 20 տարի երևի առաջ, աղոթքաժողովի ժամանակ խնդրեցի, որ ինքը աղոթք անի։ Գիտեք ինչ ասեց, առաջի բան ասեց, Արտակ ախպեր, դու աղոթելի, ես քո նման չեմ կարող աղոթեմ։ Ես վատը զգացի, ասի, բայց ես ինչ եմ անում։ Ուղղակի մի քիչ լեզուս այնքանով է, բան որ ես հայերեն լավ եմ տիրապետում, լավ բառեր գիտեմ, փորձում եմ ճոխ ներկայացնել, փորձում եմ խորը տեղից ներկայացնել, ոչ թե հատուկ որ մարդ տեսնի, բայց իր համեմատությունը իմ հետ իրան նսեմացրեց։ Եվ փարիսեցիները հատուկ աղոթքներ երկարացնում էին, եսի ինչեր էին ասում, որ մարդիկ տեսնեն եւ գնահատեն։ Կամ սիրում են զբաղեցնել ժողովարանի առաջի տեղերը։ Առաջի շարքը մենակ հովիվներն են։ Հասկացանք, պատվելը լավ բան է։ Իսկ եթե տեղ չկա ու հովիվների տեղն ազատ է, չգնանք այնտեղ, ինչ անենք։ Կամ վայելում են փողոցներում մարդկանց ողջունելը, հատուկ մոտենում են բարև ձեզ։ Աստված օգնական, այսինչ այսպես, այնինչ այնպես, որ Երևան։ Գիտեք, Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ հետ էր պատճառը, որ իրանք չէին կարողանում Աստծո ձայնը լսեն։ Ինչ է ուզում Աստված ինձանից ու քեզանից։ Արդյոք Աստված ուզում է, որ մենք իրար հաճեցնենք, իրարից շահենք տրամադրություն, իրարից գնահատական որսանք, թե կարևոր է, թե ինչ է երկինքը մտածում մեր մասին։ Մեկ օր եկան Տեր Հիսուսին ասեցին, Տեր Հիսուսն այսինքն այդպես ասեց, վերջին օրը կգանք ասեն, Տեր, քո անունով հրաշքներ արինք, նշաններ, զորություններ, բան Դևեր հանեցինք, այսպես Տերն ասեց ես վերջին օրը կասեմ իրանց, հեռու գնացեք ինձանից, դուք անօրենություն եք անում։ Ես դրանց մեջ չեմ եղել։ Դուք դա անում եք, չգիտեմ որ ինչ եք ուզում արածել նեք ու ինչ եք ուզում ցույց տաք, ես այդտեղ չեմ եղել, որովհետև Աստծո ուզած սիրտը կոտրած խոնար հոգին է, որտեղ գնահատականը ակնկալվում է Տիրոջից։ Եթե համաձայն ես, ամեն կարող ես ասել։ Քանի դեռ մարդը իրան համեմատում է իր հարևանի, բարեկամի, ընկերոջ, եկեղեցու անդամ մյուսների հետ, ինքը շատ կարևոր բան կարող է բաց թողնել եւ միշտ իրանից գոհ մնալ։ Ինին ցարեց, այնին ցարեց, այնին ցարեց։ Գիտեք ինչ է նշանակում, ես տենց չեմ։
Բրավո ինձ։ Եվ ցավալի է, որ այդ ինքնագոհ վիճակը սպանում է հավատքը։ Գիտեք ինչու, որովհետև մենք մեզ մարդու հետ ենք համեմատում, գոհ ենք մեզանից։ Հարց. եթե դու նույն տրամաբանության մեջ քեզ համեմատես Հիսուսի հետ, նույն գոհությունը կվայելես, թե ոչ։ Ես կարող եմ ասել, Տեր, ես սրա նման չեմ, Տերն ասում է, բա իմ նման ես։ Կարող չէ, Տեր, ես ինչ ես խոսում, ուրեմն հաստատ նրա նման ես։ Ինչի ես քեզ մեծացնում։ Եթե ես ասում ես սրանց նման չեմ, ուրեմն նշանակում ասում ես ամենալավն եմ եւ գոհ եմ ինձանից։ Եվ Տերն ասում է, երանի նրան, որ ուրիշի բերանն է գովում նրան, ոչ թե ինքը իրեն։ Ինչ կարծիքի Աստված մեր մասին։ Արդյոք իրարից փառք փնտրելը մեր թշնամին չի դառնում։ Մի փոքր ավելի ուրիշ ֆոնի վրա ուզում եմ ձեզ ներկայացնել, սիրելիներս։ Երբ որ փառք ենք փնտրում, սա նշանակում է գնահատական կամ արժանի վերաբերմունք ենք ուզում։ Ինձ այսպես չընդունեցին, ինձ այսօր այս չարեցին, ինձ հատուկ ուշադրության շարժանացրեցին, հավաքվան ինձ բանի տեղ չդրեցին։ Եթե դու ուզում ես, որ այդ ամեն ինչին ճիշտ վերաբերվես, նայտես, սիրտդ Աստծո նկատմամբ ուղիղ է թե չէ։ Որովհետև երբ որ մարդը վիրավորված է, գիտեք վիրավորանքը ինչի է նման, աղբամանի։ Վիրավորանքը ամեն ինչ, ամեն տեսակ զիբիլ բերում է իր հետ։ Ատելություն, չարախոսություն, հեգնանք, ծաղրանք, չընդունել, հակառակություններ, բաժանումներ, չգիտեմ ինչի, որտեղ վիրավորված է։ Բայց մենք կարիք ունենք մեր գնահատականը սպասենք Տիրոջից, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Հավատքը թուլանում է, երբ որ գնահատականը սպասում ենք մարդկանցից եւ ոչ թե Աստծուց։ Հովանու ավետարան 12 գլխի մեջ 42 եւ 43 համարներն այսպես է ասում. Բայց եւ այնպես իշխաններից շատերը հավատացին նրան, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովարանից դուրս չգցվեն, որովհետեւ մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Հավատում են Հիսուսին, բայց նենց անեն ոչ մեկ չի իմանա։ Միտեղ ես գնում, քո շրջապատով եք բան, մեկ էլ եկեղեցու հովիվին ես տենում, նենց անեմ չտենան, որ ես ես մարդկանց հետ եմ։ Ոնց նենց անեմ չիմանան, որ ինքը իմ հովիվն է։ Մարդկանցից փառք փնտրել, ինչ կմտածի մարդը։ Այսօր շատերը հավատքի կյանքը վերածել են, գիտեք ինչի։ Օրինակ, եթե դու գնում ես ինչ-որ մի հատ հատուկ միջոցառման, ինչ-որ մի հատ, չգիտեմ, ասենք, ինչ-որ մեկի համերգին, նույն հաջողությամբ գնում ես եկեղեցի։ Եթե դու գնում ես ինչ-որ մի կլաբ կամ ինչ-որ մի տեղ, որ, չգիտեմ, բան, նույն ձևով գնում ենք եկեղեցի։ Այսօր չստացվավ գնալու, չէ՞, գնա խնդիր չկա, ոչ մի հանդիմանություն, ոչ մի խնդիր, չկա պայքար, որ պիտի ամեն ինչ անես, որ քո հավատքը պահես, որովհետև Աստված պատասխանում է հավատքին, կարող ես ասել ամեն։ Իսկ եթե Աստծո խոսքն ինչ ասում, Հիսուսն ասեց, եթե մեկը, ով այդ մեկը, այդ մեկը, եթե մեկը ինձ ամոթ համարի մարդկանց առջև դավանելուց, ես էլ կամաչեմ հոր եւ հրեշտակների առաջ քո անունը տամ։ Կամաչեմ։ Ես չեմ կարող ասեմ, որ դու իմն ես։ Չեմ կարող ասեմ, որովհետև հավատքի կյանքը հոգևոր անձը քո համար ոչ մի բանի պես է։ Ավելի լավ է, որ դու, շատ ներողություն եմ խնդրում, շատ ներողություն, հայկական տրամաբանության մեջ, քո բլոտ խաղալու կարտոժնիկների հետ նստես ժամանակ անցկացնես, բայց հանկարծ չիմանան, որ դու հավատացյալ ես։ Քո սիրած տեղերը, այն տեղերը, որտեղ որ քեզ տանում են խաբելու, գցելու, ծախսելու, հավիրելու, հավատքդ ոտատակ տալու, դու զոհի կարգավիճակում գնում ես, բայց ինչի զոհի կարգավիճակում չես գալիս Աստծոտուն, որտեղ Աստծո խոսքն ասում է, ձեր մարմինները որպես կենդանի զոհ մատուցեք։ Այդ զոհի կարգավիճակում, Տեր, մի բան ինձ ստիպում է, որ ես գամ, ես պիտի զոհեմ ամեն ինչ ու գամ, այսի է զոհը։ Ուրեմն փարիսեցիների պատճառով իշխանները չէին շարունակում հավատքի կյանքը, որովհետև մարդկանցից փառք էին փնտրում։ Բա մարդը ինչ կմտածի։ Երբեմն մենք մի բան ենք անում, որ ուրիշներին ցույց տանք, չէ՞։
անգամ մեր ցավը, տառապանքը, վիշտը, մեր դժոխությունը, ամեն ինչ անում ենք, մտցնենք աշկը։ Տարիներ առաջ իմ կյանքից եմ պատմություն պատմում։ Հովիվ էի մի գյուղում, Հայաստան, հեռու տեղեր։ Մեքենա չկար, չունեի այդ ժամանակ մեքենա, ոտքով քայլելով պիտի գնայի։ Շատ անգամ մեքենա ունեցողներն էլ սկի չէին գնում, որտեղ բենզին էլ չունեին եւ շատ դժվար էր։ Ոտքով գնում եմ։ Իմ համար աղոթելով, իմ տրամաբանությամբ, այսպես տեր գնում եմ քո գործը անելու, ես ուրախ եմ, ժողովուրդը սպասում են ինձ, հիմա ամեն ինչի անալի ալնելու, օրհնի այսօրվա ծառայությունը, ու հանկարծ այդ ճանապարհին աչքովս ընկավ, որ դիմացից մեր այդ գյուղի եղբայրներից մեկը ավտոյով գալիս է։ Իմ դեմ անդիմաց էս գալիս է։ Ուրեմն ես երբ որ իդքան sense լիքը լավ, օրհնված, ուրախ ու մեկ էլ հանկարծ տեսա, չգիտեմ ինչի մի անգամից մեջս մի բան առաջացավ։ Ցույց տամ, որ ես շատ հոգնած եմ եթում, որ անգամ այդքան հոգնածել ես եթում ծառայելու։ Sense գնացի եկա, մտածեցի հեսա կկանգնի, կարող է ինձ վերցնի տան էլի խիղճը մի քիչ աշխատի բան։ Եկավ դիդիդ։ Ու այդ ժամանակ Սուրբ Հոգին խոսած հետս։ Ասեց ուզում էր, որ քեզ տենար, ես եմ քեզ տեսնում։ Ես քեզ տեսնում եմ, կարիք չկա, որ իրան ցույց տաս, որ ինքը քեզ տեսնի։ Չեք պատկերացնի ինչ հանդիմանություն եմ զգացել, ամբողջ ճանապարհը տրտմած գնացել եմ, մի քանի կիլոմետր։ Ասի Տեր, կներես, որ ես ցույց եմ տալի մարդուն, թե ես ինչքան դժվարությամբ եմ գնում։ Ախր այդ դժվարությունը դու տեսնում ես, անկախ նրանից հոգնեցուցիչ ճանապարհը այդքան քանի կիլոմետր գնամ, հետ գալս էլ այդքան կիլոմետր է, որ ոտով պիտի հետ գամ։ Ում ենք ցույց տալի մեր խնդիրները, ում ենք ցույց տալի, ում աչքն ենք մտցնում մեր ծառայությունները, ումից ենք ուզում գնահատական ստանանք քո ծառայության համար։ Ով ես ուզում, որ քեզ ասի բրավո, ապրես տղա ջան, աղջիկ ջան, հալալա քեզ, որ դու այսքան սենց ես, ով։ Գիտեք ով է կարևոր, ով որ պետք է վերջում վարձատրի քեզ։ Իսկ ով Եբրայեցիների 6-րդ գլուխ 10-րդ համարից ասում է. մեր Աստվածը կամ Աստված անիրավ չի, որ մոռանա ձեր բարի գործը եւ սիրո աշխատանքը, որ ունեք սուրբերի համար, որ ծառայում եք եւ հիմա էլ ծառայում եք։ Անիրավ չի Աստված, որ մեծ վարձքի հատուցում պիտի անի ձեզ։ Աստված պետքա վարձատրի ինձ ու քեզ, սիրելիս, մարդը կարողա չվարձատրի, քեզ ծափ չտա, չասի շնորհակալություն, ոչ մի բան չանի քեզ, չհյուրասիրի էլ քեզ։ Ումից էր սպասում։ Վերև նայի։ Որովհետև քո ծառայությունը առաջի հերթին Աստծուն ուղղված։ Գիտեք, սիրելիներ, եթե ես սիրտ չունենամ Աստծո համար, ձեր համար հաստատ սիրտ չեմ ունենալու։ Եթե առաջինը չհամաձայնվեմ Աստծուն ծառայելու, ձեզ երբեք չեմ ծառայի։ Հասկանում եք, չէ՞ ինչ նկատի ունեմ։ Ումից է սպասում։ Տքում ես, մարդիկ տեսան, չտեսան, մի քիչ ավելի լավ տքան, որ տենան։ Թող Աստված տենա։ Նա որ տեսնի, նա օրհնություն եւ հատուցում կտա քեզ։ Մատթեոս ավետարան 6-րդ գլխի մեջ 1 եւ 5 համարներն եմ կարդում։ Զգուշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջին չանեք, որովհետեւ նրանց տեսնելու համար, եթե ոչ, վարձք չեք ունենա ձեր հորից, որ երկնքում է։ Զգուշ եղեք, որ ողորմություն տալուց մարդ չտենա։ Մարդ չտեսնի։ Գիտեք ինչքան մարդիկ եմ տեսել, որ եկել են ծրար են տվել, ասել նարտակ եղբայր, խնդրում եմ անունս չտաս։ Այս ծրարը տար, այսինչ եղբորը տուր, ասա Տերը օրհնի քեզ։ Ասի վստահ ես, որ անունը չեմ տալու, ասեց չտամ աստի անունը, ասեց այո, Տերը տեսնում է։ Ես դա անում եմ Աստծո փառքի համար, իր սիրով։ Իսկ հակառակ դրա ապերեն բանը որ տվեցինք եմ, տվիկ, հա, օքեյ, հա, գոհեր, լավ էր, բան չարես, ոչ դժգոհ, վարձքը տարար։ Հասկանում եք։ Մի արեք մի բան, որի վարձքը հենց տեղում եք առնելու։ Սիրելիս, նա կարող եմ ձեր ձեռքը տեսնեմ, նա ձեռք բարձրացրեք։ Լսեք ինձ ուշադիր, բարձրացած պահեք։ Այն ինչ որ այս երկրի վրա ձեր արածների համար մարդիկ չվարձատրեն, երկնքում Աստված է ձեզ վարձատրելու։ Ամեն։ Իսկ Աստված երբեք քյասիբ չի վարձատրում։ Նա տալիս է ճոխ, առատ, օրհնյալ։ Վատ մի զգացեք, որ ձեզ չծափահարեն, վատ մի զգացեք, որ չասեք, օ, բրավո, բան ապրես։
Չէ, գիտեք, ամենաշնորհակալ գործը հովիվների եւ ծառայողների գործն է, հավատացյալների գործն է։ Ուրիշների համար գետին ես չանգռում, աղոթում ես, Տեր, խնդրում եմ, աղաչում եմ, ես հրաշքնար այս, արա այն արա, լացում մխկտում ես։ Առնում թռնում են։ Չկան։ Փառք ես, Տեր։ Հո չեն կարևոր մեզ բերեն աշխատավարձ տան։ Փառք եմ, այն օրը հատուկ իմ համար այդ մի ամբողջ օրը գիտեք ինչ հետաքրքիր օր էր։ Ես Տիրոջը շնորհակալություն էի ասում, ասում եմ, Տեր, այնքան շնորհակալ եմ, որ աղոթում ենք, պատասխան ես տալի, ընդամենը այսքան։ Աղոթում ենք, պատասխան ես տալի։ Միթե հրաշալի չի։ Գեղեցիկ ասա։ Եվ 5-րդ խոսքը։ Եվ երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները, որովհետև նրանք սիրում են ժողովարդների մեջ եւ հրապարակների անկյուններում կանգնած աղոթք անեն, որ մարդկանց Երևան։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք իրենց վարձքը առած են, այսինքն արդեն առան։ Հիշում եմ մի օր մի անձի համար աղոթեցինք, խմբով աղոթում էինք։ Հրաշք եղավ, մարդը լավացավ։ Լսում եմ ուրիշ տեղից, որը տեղ եղած եղբայրներից մեկը, որը տեղ ա եղել, պատմա, թե ինքը ոնց է աղոթել եւ այդ հրաշքը եղել։ Ասում, օքեյ, թող լինի, ինչի՞ չէ։ Եթե տեղ հավատքի միաբանություն ա եղել եւ ինքը այդքան հավատք ունեցել, իր հավատքին Աստված նայել, կարևորը արդյունքն է, կարևորը process-ը չի։ Համաձայն եք, չէ՞ ինձ հետ։ Կարևոր արդյունքն է, թե ինչա տեղի ունենալու հավատքից հետո։ Եվ սա շատ կարևոր է, սիրելիներս։ Ուրեմն, եկեք մի բան եզրակացնենք։ Իրարից փառք չփնտրենք։ Իրարից գնահատական չսպասենք կամ չկորզենք, զորrով ստիպենք մեզ հարգեն, զորrով ստիպենք մեզ ինչ-որ բան անեն, կամ անենց նեղված ցույց տանք, որ հասկանա, որ դու տենց բան լավ չվերաբերվեցիր։ Մի արեք տես բան։ Ում համար ես անում։ Եթե Աստծո համար չես անում առաջինը, մարդկանց համար արածդ փառքը տա, քո ուզածն է, որից միշտ հուսախաբես լինելու։ Դրա համար Աստված արգելք ա դրել, մարդկային փառքի համար արգելք ա դրել, որովհետև Հայր մեր աղոթքը ասում է թող գա քո թագավորությունը եւ լինի քո կամքը, որովհետև վերջում ասում է որովհետև քոնն է թագավորությունը, զորությունը եւ սկսվավ կամքով, կվերջանա փառքով։ Եթե Աստծո կամքի մեջ չես ծառայում, Աստծո փառքը մի սպասի։ Եվ վերջինն էլ ոչ պակաս կարևոր, մեր հաջորդ թշնամին, հավատքի թշնամին, երևույթ։ Թվոց 13-րդ գլխի մեջ մի պատմություն են կարդում, որտեղ Աստծո ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը երկար ճանապարհ էր անցել եւ եկել հասել էր Երիքովի պատերի մոտավորապես մի փոքր հեռու, եւ լրտեսներ պիտի ուղարկեն, որ գնային քաղաքը լրտեսելու, եւ այնպես է ստացվում, որ խոստումի երկիրը մտնելու համար պետք էր կոնկրետ ինֆորմացիա, ինչա կատարվում ներսում, ինչա տեղի ունենալու այդ տարածքի մեջ, եւ գիտեք ինչա տեղի ունենում։ Գրված է, որ մի քանի մարդիկ ուղարկեցին լրտեսելու երկիրը, երբ որ գնացին մտան երկիրը, հետ եկան, գիտեք ինչ ասում։ Տեսեք ինչ է, հետաքրքիր մի խոսք է գրված։ Երևույթ, որը որ ակնհայտ վախ է ներշնչում։ Տեսեք ինչ ասում, Թվոց 13:33-34 խոսքերը։ Եվ իրենց լրտեսած երկրի վրա վատ լուր բերեցին Իսրայելի որդկանց համար, ասելով. այն երկիրը, որի միջով անցանք նրան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է, եւ նրա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են, եւ այնտեղ տեսանք հսկաներին, ենակի որդկանցը, որ հսկաներիցն էին, այնպես որ մենք մեր աչքին մարախի պես էինք եւ այնպես էլ էինք նրանց աչքին։ Համ իրանց աչքին էինք մրջունի պես, համ մեր աչքին։ Կոպիտ ասած, հույս չունենաք։ Այդ երկիրը մերը չի։ Բայց Աստված ասել էր, որ ձերն է։ Բայց Տերը խոստում է տվել, որ դա քոնն է։ Չէ, Տեր, դա մերը չի, որտեղ այնտեղ հսկաներ կան։ Գիտեք հսկաները որն է։ Հսկաները երբեմն չի լինի։ Մոտարապես 25 տարի առաջ մի պատգամ եմ տվել, շատ լավ եմ հիշում։ Մի երկրպագիր անհնարինին։ Անհնար է,
Օ անհնար դու ինքան մեծ ես, անհնար ես խոնարհվում եմ քո առաջ, անհնար դու անհաղթահարելի ես, անհնար դու այդքան անհնար է քեզ հաղթել։ Ինչ ես երկրպագում անհնարինին։ Չէ որ երբ որ դու հրճակում կամ հայտարարում ես, բնականաբար ինքը սկսում է քո աչքին մեծանալ, այսինքն դու ես իրան մեծացնում։ Երբ որ դու քեզ փոքրացնում ես, նա մեծանում է, երբ որ դու մեծանաս, նա կփոքրանա։ Համաձայն եք, չէ՞ ինձ հետ։ Երբ որ գետնից վրայից նայում ես օդանավներին, շատ փոքր են, շատ փոքր։ Բայց երբ որ օդանավը իջնում է, գլխիդ վերերով անցնում է, այդ ժամանակ տեղերը փոխվում է։ Կամ առավել, երբ որ դու մտնում ես այդ օդանավի մեջ, տեսնում ես, որ այնտեղ 500 մարդ կա հլը։ Դու քեզ շատ ավելի փոքր ես զգում։ Ենակի որդիները կան, հսկաներ են։ Ինչ ես դու տեսնում, ինչ է տեսնում քո հոգևոր աչքերը։ Մենք նայում ենք երևույթին, թե նայում ենք հավատքին։ Երևույթը միշտ մեզ ուրիշ բան է ասում։ Գիտեք, երևույթը չի խաբում։ Երևույթը երևույթ է։ Այդպես է։ Ինք դու տեսնում ես այդ։ Որոշ մարդիկ ասում են, ախպեր, բայց տեսնում են, ոնց չհավատամ, որ իսի կա։ Եվ որոշները սխալ են մեկնաբանում, ասում են, ախպեր, էդի չկա։ Չէ, մի խաբեք, կա։ Երևույթին դու նայում ես, ասում ես, այո, երևույթը էս է թելադրում։ Գնացել ես բժիշկի, բժիշկն ասել է, կյանքիդ վերջն է արդեն։ Գիտեք, չէ՞ ասում մեկը գնում էր բժիշկի հետ գալուց ճանապարհին ընկերը հանդիպում ասում է, հա ինչ ա եղել, քեզ տրտմեր ես, ասում է, ինչ բան, բա ինչ անեմ, ասում է, բժիշկն ասեց 6 ամսվա կյանք ունես։ Այ ախպեր, ասում է, ինչ ես խառնվել իրար, աչքդ փակես, բացես 6 ամիսը կանցնի։ Հիմա երբեմն մենք մխիթ հարում ենք, 6 ամիս, չէ, սիրելիներ, բժիշկն ասել է, որ լավ չես, բժիշկն ասել է էս, կամ գնացել ես աշխատանքիդ համար ասել են չեն կարող ընդունել, կամ էս ինչ հարցի համար ասել են սա չի լինի, էս ինչը դու ինչ ուզում ասացեն, երևույթը թելադրում է դա։ Երևույթը տրամադրում է մեզ հավատալու այն ինչի, որ ինքը ցույց է տալիս։ Համաձայն եք, չէ՞։ Բայց ինչ ասում հավատքը։ Ինչի առաջ որ կկանգնեք, ինչի առաջ ուզում ա կանգնեք։ Երևույթը ասում է, ասա շատ լավ, շնորհակալ եմ։ Երևույթը գիտեք ինչ է, ռենտգենն է։ Ցույց է տալի քեզ մի բան, որի համար պետքա ճիշտ քայլ վերցնել։ Ինքը ասում է, որ այս վիճակն է, օքեյ, հասկացանք, շնորհակալություն բժշկությանը, ես գնամ գլխավոր բժիշկի մոտ։ Իսկ ինչ կասի ինքը, ինչ կանի ինքը, դա է կարևոր։ Իսկ նրա խոսքը ասում է, որ նրա վերքերով մենք բժշկված ենք։ Դու կարող ես այս խոսքը նայել, վերցնել, ասել նրա խոսքերով, ես։ Հավատքը երևույթին անցնում է, հավատքը երևույթին դեմ չի կանգնում։ Հավատքը չի էլ նայում երևույթին։ Ինչու, որովհետև երբ որ դու քայլում ես հավատքով, երևույթը քեզ համար արդեն դառնում է սովորական մի բան։ Դու շնորհակալ ես, որ ամեն մեկը ինչ որ մեկը որ մի բան ասեց քեզ, ասեց ըստ երևույթին։ Բայց հավատքը կարող է ուրիշ պատասխան ունենա։ Երկրորդ Կորինթացիների 5-րդ գլուխ 7-րդ համարի մեջ տեսեք ինչ է ասում։ Որովհետև հավատքով ենք գնում եւ ոչ թե երևույթով։ Հավատքով ենք գնում եւ ոչ թե երևույթով։ Ասում են, որ մի աֆրիկական գյուղերից մեկ մի հատ մարդ են ուղարկում, ասում են գնա տեսել է, ուզում ենք մենք բիզնես սկսենք, տեսնենք ինչ է կոշիկի բիզնես։ Գնում անտեղ, հետա վերադառնում, ասում է, լսի, ասում է, ահա որ, ասում է, զարմանալի է, ոչ մեկի հակը կոշիկ չկա։ Ոչ մեկ կոշիկ չի հակնում։ Երկու ընկերներ կանգնած են, մեկն ասում է, լսի, ասում է, ուրեմն մենք չենք հաջողվի, որովհետև ոչ մեկ կոշիկ չի հակնում։ Այն մյուս ընկերն ասում է, հենց ճիշտ մենք կհաջողվենք, առաջի կոշիկը մենք կմցնենք, որտեղ ոչ մեկ կոշիկ չունի։ Դու ինչ ձև ես նայում խնդրին։ Դու նայում ես իրան որպես քո համար ավար, թե նայում ես, որ դու ես դառել իր ավարը։ Դու նայում ես, որ դու դրան կհաղթես, թե սպասում ես, թե ոնց է ինքը քեզ հաղթում, կամաց ամեն sense վարքյանը վարքյանի վրա։ Ինչպես ենք վերաբերվում։ Գիտեք, ես չեմ գարանտի տալի, որ ամեն ինչին, ինչը որ մենք ուզենք, հենց մեր ուզածով էլ կլինի։ Ոչ, թող նրա կամքը լինի, բայց եթե մի բան կախված է իմ հավատքով ընդունելու եւ փոխելուն, թող դա կատարվի։ Որովհետև ես նրա կամքն եմ ուզում, ես եղել եմ մարդիկ աղոթել են, բժշկվել են, եղել են մարդիկ աղոթել են, չեն բժշկվել։ Հասկանալի պատճառը, որտեղ բժիշկը ես չեմ, ես աղոթողն եմ։ Բայց ինչ ենք մենք անում, ինչ ենք տեսնում։
Հավատքը միշտ ուրիշ աչքեր ունի։ Երևույթը մեզ կարող է երբեմն կանգնեցնել, չկա ճանապարհ, չկա ելք, չկա ազատագրում, բայց հոգևոր դիրքերը ուրիշ բան են ասում։ Երբ որ աշակերտներին Հիսուսը եկավ, հավաքեց իրանց, եկան նստեցին, խոսեց, 5000-ից ավել մարդ կար այդտեղ, հիշում եք, չէ՞։ Ասեց ժողովուրդը իրիկունա, չեմ ուզում սոված գնան տուն, կերակրենք ժողովրդին։ Ինչ ունեք տալու։ Աշակերտներն ասին, մենք մի րոպե, ոչինչ։ Անդրեաս, մի րոպե։ Ոչ մի բան։ Ու սկսան ասել, ինչ ես նայում գրպանից, ես Երևակայում եմ, չկա գրած, հիշեք։ Երևակայում կողքին մեկն ասում, Անդրեաս, դե ի՞նչ նայեցիր գրպանիդ մեջ։ Ասում են, հաց էի նայում, տենայ կա, Հիսուսը հաց ա ուզում որ տա։ Ախպեր, հələ սպասին, դե մի հատ երեխա կար ոնց որ։ Մեկ էլ այդ երեխան գալիս է այդ պատանի։ 5 հաց 2 ձուկ, ես չգիտեմ ինչի համար էր 5 առավոտից մինչև այդ ժամը այդ 5 հաց 2 ձուկը բերել։ Բայց ինչ ալնում, իրան ասում են, Տեր, ստե մի հատ պատանի կա 5 հաց 2 ձուկ ունի, բերեք։ Երբ որ բերում են, աշակերտները չեն հավատում, որ հնարավոր է այդ 5 հաց 2 ձկով 5000 տղամարդ ուտի գումարած կանանց եւ երեխաներին։ Մոտավորապես 10,000-ի մոտ մինչև կարող է մարդ լիներ այդտեղ։ Չեն հավատում։ Գիտեք ինչի չեն հավատում։ Որովհետև հացը իմ ու քո ձեռի մեջ ուրիշ բան է, հացը Հիսուսի ձեռի մեջ լրիվ ուրիշ բան է։ Քո հացը տուր Հիսուսի ձեռների մեջ։ Որոշ մարդկանց, երբ որ ասում ես քո կյանքը ընծայի, նվիրի, օրհնի, այս արենա, վախ, բայց պակաս կլինի ինձ իջին։ Տուր Հիսուսի ձեռը, հետո կխոսենք։ Հանձնի Հիսուսին, թող ինքը օրհնի։ Ասում եմ մի քարոզիչ խոսում ասում էր Հիսուսը 1500 հոգու կերակրեց 5 հաց 2 ձկով, կողքից մեկն ասում այ ախպեր ջան, 1500 չի, 5000 է։ Ախպեր ասում ալը սպասի սրանց հավատացնեմ, տենամ հավատում են 1005-ին, հետո նոր թիվը բարձրացնեմ, սարքեմ 5000։ Երբեմն մենք այտենց ենք, չենք հավատում, փոքրացնենք թիվը, երևի 5000 չէր, 5 հոգի էր, Հիսուսը հավատքով ասեց 5000, չէ։ Ոչ սիրելներ, ինչ որ Հիսուսն է անում, դա հիանալի է եւ անգերազանցելի, ամեն։ Մոտենում եմ ավարտի, սիրելներս։ Երևույթը մեր թշնամին է դառնում, երբ որ հավատքը չի սկսում աշխատել երևույթին հաղթելու համար։ Երևույթը մեր դեմ գալիս անկախ նրանից, դու ուզես թե չուզես, երևույթ ուրիշ բան է թելադրում։ Եզեկիել մարգարեության մեջ 37 գլխի մեջ հետաքրքիր խոսքեր կա, ուզում եմ ձեզ համար կարդալ։ Եզեկիելին Աստված գրվածը տարավ եւ կանգնեցրեց մի մեծ դաշտի առաջ։ Եվ ինչ է ասում, տեսեք խոսքը։ Եզեկիել 37:1-6 համարներ եմ կարդալու։ Տիրոջ ձեռքը ինձ վրա եկավ եւ Տեր ինձ դուրս հանեց հոգիով եւ ինձ դուրս հանեց դաշտի մեջ եւ դա լիքներ ոսկորներով եւ ինձ ման տվեց նրանց վրա շրջանակի, այսինքն բոլոր կողմերից ման տվեց։ Եվ ահա նրանք խիստ շատ էին դաշտի երեսի վրա եւ ահա շատ չորացած էին։ Ահա երևույթ։ Տերը Եզեկիելին հոգով հանում է տեղ, մի տեղատանում, որտեղ ոսկորներ են։ Հասկանալի է, որ այդ ոսկոր չէր ծլել։ Դրանք ժամանակին մարդիկ են եղել։ Եվ պատերազմի ժամանակ մահացել են։ Եվ երևույթը ցույց է տալի, եւ ինքը նկարագրում է Եզեկիելը, շատ չորացած էր, նես չէ որ նոր էր չորանում կամ այսինքն մեռելի համար ինչ տարբերություն 3 4 օրն է մեռել, թե 5 տարի առաջ է մեռել, չէ՞, ոչ մի հատուկ բան։ Բայց ինչ է կատարվում, շարունակությունը 3-րդ խոսքից եմ կարդում։ Եվ ինձ ասեց. Մարդի որդի, միթե կկենդանանան այս ոսկորները։ Եվ ես ասեցի, ով Տեր Եհովա, դու գիտես։ Եվ նա ինձ ասաց. Մարգարեացիր այս ոսկորների վրա եւ ասա նրանց. ով չորացած ոսկորներ, լսեք Տիրոջ խոսքը, այսպես է ասում Տեր Եհովան այս ոսկորներին. ահա ես ձեր մեջ հոգի պիտի դնեմ եւ դուք պիտի կենդանանաք եւ ձեր վրա ջիղեր պիտի դնեմ եւ ձեր վրա միս պիտի բերեմ եւ ձեզ պիտի մորթիով պատեմ եւ ձեր մեջ շունչ պիտի դնեմ եւ դուք պիտի կենդանանաք եւ պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Հալելույա։ Այո, արժի Տիրոջ ես, հրաշալի Տիրոջը փառք տալ։ Երբ որ ես կարդում էի, մտածում եմ Եզեկիել, ոնց որ մի քիչ խառն ես
Եկեք նայենք։ Ասում է, որ չորացած ոսկորեն ասեց, լսեք Տիրոջ ձայնը, այսպես է ասում 5-րդ համարից։ Ահա ես ձեր մեջ հոգի պիտի դնեմ։ Ոսկորի մեջ հոգի։ Եվ մենք գիտենք, որ երբ որ Աստված ծննդոցում մարդուն ստեղծեց, վերջում, չէ՞։ Գիտեք հավատքը ինչ է անում։ Հավատքը տեսնում է գլխավոր պատճառին, որը կարող է փոխված համարվել։ Հավատքը տեսնում արդեն եղած, նա սխալ չի մարգարե անում, նա խոսում է, որովհետև հոգին է կենթանի անողը մարմինը շահ չունի, այդպես ասում Աստծո խոսքը։ Նա շատ գերազանց է տեսնում, առաջի բանը մարգարեանում է հոգին, այսինքն դու ձև չունես չկենթանանալու, դու չես կարող այդպես մեռած մնալ, ոսկորը լնես, պիտի հելնես քայլես, կարևոր է դա։ Որովհետև Տերը ուզում է, որ դա կատարվի, Տերը ուզում է, որ դա փոխվի։ Երևույթն ասում է մահացած է, խոսքը Աստծո հրամանը ասում է, որ դա կենթանի է, նա ողջ է։ Ամեն։ Շարունակությունն ինչ է ասում։ Եվ ասում այսպես է ասում, եւ ձեր հոգի պիտի դնեմ, դուք պիտի կենթանանաք, հələ ոսկորեն։ Ձեր վրա ջիղեր պիտի բերեմ, այ ոնց որ սկսեց ինչ որ նոր բան սկսվել, չէ՞։ Եվ ձեր վրա պիտի բերեմ, ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մեջ շունչ պիտի դնեմ եւ պիտի կենթանանաք եւ իմանաք ես եմ Տերը։ Ահա որտեղ է գաղտնիքը։ Գիտեք, երևույթը սպասում է քո հավատքի հռչակումին, քո Աստծուց ներշնչված հայտարարությանը։ Հեճեղել է, որ դուք ասեք, մի հատ վիճակի մոտ եք առաջ եք կանգնած, ասեք, Տեր, ինչ կուզես, որ ես խոսեմ սրա վրա։ Փորձեք։ Տեր, ինչ կուզես, որ ես հայտարարեմ այս իրավիճակի վրա։ Ինչ կուզես անեմ։ Զորաբաբելի համար գրված է, ով մեծ սար դու ով ես Զորաբաբելի առաջ, որ տենց հպարտ կանգնած ես, դաշտի պիտի վերածվես։ Քո առաջ եղող սարերի համար Տիրոջ ասա, Տեր, ինչ խոսեմ, ինչ ասեմ, ինչ հռչակեմ, որովհետև երևույթը ինձ ասում է չի լինի, մեծ է, անհնար է, բայց ինչ ասում Աստված դրա մասին։ Վերցրու Աստծուց հավատքի խոսք։ Փակված է մի բան, կանգնի Տիրոջ առաջ, ասա, Տեր, չի ստացվում, շատ եմ փորձել, չի եղել, ինչ կուզես, որ ես խոսեմ։ Վստահեցնում եմ, Աստված քեզ խոսք կտա։ Աստված քեզ խոսք կտա։ Միգուցե այդ խոսքը լինի հանդարտ եւ լուռ մնա, որովհետեւ ես գիտեմ ինչ եմ անում։ Իմացիր, որ ես եմ Տերը, կամ դա քո պատերազմը չի, դա իմ պատերազմն է։ Դու կարող ես ասել, Տեր, ես լուռ եմ մնում, հանձնում եմ քեզ պատերազմը։ Կարող ես ասել, Տեր, ես հանդարտվում եմ, ոչ մի ճգնաժամ, ոչ մի խառնաշփոթ, ոչ մի բանի չեմ նայում։ Ես հանգիստ կկանգնեմ, Տերամ, դու ոնց ես թշնամիներին իջացնում։ Կամ միգուցե Տերը քեզ ասի, վեր կաց, գոտիդ մեջքդ կապի եւ հայտարարի, որ այսպես է ասում Տերը։ Ես վստահ եմ, որ Սուրբ Հոգին մեզ տարբեր ձևերով կառաջնորդի իրավիճակներին խոսելու։ Առաջին Հովհաննես 5-րդ գլուխ 4 եւ 5 համարներն ինչ է ասում։ Որովհետև ամեն ով որ Աստծուց է ծնված հաղթում է աշխարհին, եւ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Եվ ով է որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է։ Ինչն է հաղթում աշխարհին։ Ինչն է հաղթում էս երևույթին, աշխարհ իր ցանկություններով, իր ամեն ինչով, ինչն է հաղթում քո հավատքը։ Հավատք, որ ինչ հավատքի մասին է խոսքը, որ Հիսուս Քրիստոսն Աստծո որդին է, որ նա տերերի տեր ու թագավորների թագավոր է։ Այս հավատքն է, որ կարող է հաղթել։ Ամեն։ Մարկոս ավետարանի մեջ 9-րդ գլխում մի պատմություն կա, որ այդտեղ մի մարդ ժողովրդի միջից մեկը գալիս է եւ Հիսուսին ասում է. Հիսուս, երեխես այս վիճակի մեջ է, համր է, չի կարողանում խոսի եւ շատ հաճախ իրան պատեպատը տալի դևը։ Վերցնում մեկ կրակի մեջ է գցում, մեկ սենց, մեկը նենց, բերեցի քո աշակերտների մոտ, քո աշակերտները ոչ մի բան չկարացին անեն, չկարացին հանեն։ Ինչ արեցին, չեղավ։ Բոլոր մեթոդները կիրառեցին, չեղավ։ Գիտեք, ես մտածում եմ, որ այս մարդն էլ բավական լուրջ հավատք ուներ, որովհետև աշակերտները փորձեցին, չեղավ, կարար թողեր գնար տուն, ասել դե չեղավ։ Բայց գիտեք ինչ է ասում։ Վերջին համարն եմ կարդում եւ մենք միասին պիտի կանգնենք Տիրոջ առաջ։ Այս մարդը այսպիսի խոսք ասում, որը պարզապես ինձ
հիացնում է այն առումով, որ մարդ իր անհավատությունը անգամ բերում է Աստծո առաջ։ Եթե չես էլ հավատում, կարաս քո անհավատությունը բերես Աստծո առաջ, ասես Տեր, չեմ կարում հավատամ, հոզորով չի։ Կներես էլի, չի լինում։ Ես գիտեմ դու կարաս, բայց չեմ կարում հավատամ էլի։ Գիտեք ինչ է ասում։ Լսեք, շատ հետաքրքիր է։ Եվ շատ անգամ ասում է կրակի մեջ է գցել, վերջը ջրի մեջ էս կոմենկոմ իրան ուզեցել է կորցնել, մի բան, տեսեք ինչ է ասում։ Եթե մի բանով կարող ես օգնես, մեզ գտալով օգնի։ Հիսուս, եթե մի բանով կարաս օգնես, օգնի։ Երբ որ դու քո անհավատությունը բերես Աստծո ներկայության մեջ, Աստված հավատքի խոսքը դնի քո վրա։ Գիտեք այդ որն է, շարունակությունը ինչ է ասում։ Հիսուսն էլ նրան ասեց. «Այ եթե կարող ես հավատալ, եթե կարող ես հավատալ»։ Գաղտնիքը բացում է. ամեն բան կարելի է հավատացողին։ Ամեն բան հնարավոր է հավատացողի համար, որովհետև դու հավատում ես, որ ում որ դիմել ես քո անհավատությամբ, դրա մեջ էլ հավատ կա։ Ձեզ թվում է, որ դուք ասում եք Տեր Աստված ջան, ես չեմ հավատում դրան։ Այդ որ ասում ես Տեր Աստված ջան, այդ նշանակում է, որ դու արդեն հավատում ես, որ ասում։ Դու արդեն ճիշտ ուղղության վրա ես։ Քո ամենադժվար խնդիրը կարաս տանես իր ներկայության մեջ, ասես Տեր, չեմ կարում։ Մի բան արա, մի բան արա։ Եթե այսօր դու կանգնած ես ինչ-որ հարցի առաջ, ուզում եմ մի պահ քո գլուխը խոնարհես Տիրոջ ներկայության մեջ։ Չի ստացվում առաջ ես, անհնարինի առաջ ես, երևույթի առաջ ես, դա խփել է քեզ, այդ հավատքի թշնամին, այդ երևույթը եկել է կանգնել, ասում է, այտենց էլ մնալու ես, ոչ մի բան չի փոխվելու, այտենց համան կգասես, կանես, այն կանես, ոչ մի բան չի լինելու։ Կարող ես հիմա ասես Տեր, շատ եմ փորձել։ Տարբեր մարդիկ աղոթել են, Արտակ եղբայրն էլ է աղոթել, չի եղել։ Եթե կարաս մի բան արա Տեր, եթե քո ձեռը մի բան կա, գթա, մի բան արա։ Վստահ եմ, որ հիմա քո սրտի մեջ հավատքի խոսք է բարձրանում։ Ամեն բան հնարավոր է հավատացողին։ Ամեն բան հնարավոր է հավատացողին։ Այ հիմա կարող ես ասել Տիրոջը Տեր, ես հավատում եմ, որ ամեն բան հնարավոր է դու անես, որովհետև ես քեզ եմ հավատում։ Որտեվ գիտեմ, որ ստեղից հետ վերադառնամ ինձ առաջարկ է գալու։ Որտեվ երբ որ ստեղից դուրս կամ զանգ եմ ստանալու, որտեվ ստեղից գնամ, ինչ որ բան պիտի փոխվի, երևույթ պիտի փոխվի, եւ այդ երևույթից են կողմ արդեն կտեսնեմ հավատքի ճանապարհը, որովհետեվ ես գիտեմ, որ իմ Աստվածը ճամփա բացող Աստված է։ Շնորհակալ եմ քեզ Տեր։ Շնորհակալ եմ քեզ Տեր այս հիանալի խոսքերիդ համար։ Տեր, ես աղոթում եմ այս բոլոր ճշմարտությունները, որոնք խոսվեց այսօր։ Տեր, այս ամենը, որ բխում է քո խոսքից, խնդրում եմ հաստատիր հրաշքով եւ նշանով։ Թող այս հավատքի թշնամիները, որ մեր առջև գալիս են մեկ ճանապարհով, 7 ճանապարհով թող փախչեն։ Թող հեռանան մեր առջևից եւ թող մեր հավատքը հաղթի դրան։ Թող որ Տեր, երբեք մեր հավատքը նսեմացած եւ փոքրացած չլինի, այլ աճի եւ զորանա քո խոսքի ճշմարտությանը հետևելով։ Առաջնորդիր մեզ քո խոսքի մեջ եւ քո խոսքով մեզ առաջնորդիր, որ կարողանանք հաջողություն ունենալ փառքիդ համար Տեր, որ ոչ թե Տեր ընկճված, տրորված, հիասթափված որդիներդ լինենք, այլ հաղթանակի ժողովուրդդ լինենք, այլ դրոշակ կրող ժողովուրդդ լինենք, այլ փառաբանության եւ հրճակումի մարդիկ լինենք, որոնց համար երևույթը արգելք չի, որոնց համար խոսքը անօգուտ չի, այլ օգտակար է, որոնց մեջ մենք փառք չենք փնտրում մարդկանցից, այլ փառքը քեզանից ենք փնտրում, գովասանքն ու գնահատականը քեզանից ենք փնտրում։ Շնորհակալ ենք քեզ, շնորհակալ ենք քեզ, բարձրացրու մեր հավատքը Տեր, բարձրացրու մեր հավատքը Տեր, ավելացրու Տեր, աշակերտներդ մի օր ասեցին Տեր, մեր հավատքը ավելացրու, ես աղոթում եմ, որ մեր հավատքը ավելանա Տեր, քեզ վրա, քո զորության, քո կարողության, քո իշխանության վրա Տեր, փոխիր մեր հասկացողությունները, փոխիր մեր խեղճությունը զորության, փոխիր մեր ոչնչությունը Աստծո որդի լինելուն, եւ այն ժամանակ մենք կարող ենք ասել, որ Տերը
իմ լույսը եւ իմ փրկությունն է։ Ես ումից պիտի վախենամ։ Տերը իմ կյանքի ապավենն է, ես ումից պիտի դողամ։ Տեր, դուր մեզ այս երգը երգելու, դուր մեզ այս գովաբանությունը արտասանելու։ Եվ թող քո ժողովուրդը կանգնի իր ոչինչ վիճակից դեպի Աստծո որդի փառավոր կոչումի մեջ։ Շնորհակալ եմ, Հայր, օրհնիր մեզ, փառավոր արա անունդ մեր մեջ։ Եվ թող մենք կոչվենք հավատացյալներ, նրանք, ովքեր հավատում են։ Եվ թող այս թշնամիներից ոչ ոք չհաջողվի մեր սիրելի քույրերի, եղբայրների եւ քո ժողովրդի կյանքում։ Թող բարձրանա հավատք, թող լինի այդ հավատքի արդյունքը վկայություն եւ փառաբանություն քեզ, որտեվ դու արժանի ես առնելու այն մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ ամեն հավատացյալ թող ասի ամեն։ Եկեք կանգնենք եւ հզոր ծափահարություն տանք Տիրոջը։ Հալելույա, հալելույա։ Փառք քեզ Տեր։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ինչ որ բան փոխեց քեզ։ Վստահ եմ, որ ինչ որ բան վերցրիր այսօր, որովհետև Աստված, երբ որ խոսք է ուղարկում, այդ խոսքը պարապ չի գալի եւ գնում։ Նա գալիս է մեր մեջ արթնացնելու զորություն։ Ամեն։ Եկեք միասին մի երգ երգենք։ Հավատք շարժում ենք մենք սարերը եւ կարող ենք ամեն բան։ Մեզ բոլորիս ծանոթ երգ է։ Միասին կարող ենք այս երգը երգել, երգում ենք քեզ մեր Տեր, տալիս ենք կյանքը մեր։ Եվ այս երգը մեր փառաբանությամբ եւ ծափահարությամբ օրհնենք Տիրոջը միասին։ Երգում ենք քեզ մեր Տեր, տալիս ենք կյանքը մեր, ապրում ենք քեզ համար, Հիսուս Փրկիչ մեր, առաջ ենք մենք հաշվում, ոչինչ մեզ չի պահում, օգնում ես ու հասնում, մեր կյանքս ու մեծ է հոգին, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձրյալ է նա։ Հավատ շարժում ենք մենք սարերը եւ կարող ենք ամեն բան։ Այո, հավատ ուրախ ենք որ արդար ենք եւ կարող ենք ամեն բան։ Աստծո ուժով հավատ շարժում ենք մենք սարերը եւ կարող ենք ամեն բան։ Միասին ասենք, այո, հավատ ուրախ ենք որ արդար ենք եւ կարող ենք ամեն բան։ Նորից ասենք, երգում ենք քեզ մեր Տեր, տալիս ենք կյանքը մեր, ապրում ենք քեզ համար, Հիսուս Փրկիչ, այո, առաջ ենք մենք շարժում, ոչինչ մեզ չի պահում, օգնում ես ու հասնում, մեր կյանքը մեծ է հոգին, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձրյալ է, մեծ է հոգին, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձրյալ է նա։ Հավատ շարժում ենք մենք սարերը եւ կարող ենք ամեն, միասին ասենք այո, հավատ ուրախ ենք որ արդար ենք եւ կարող ենք ամեն բան։ Աստծո ուժով հավատ շարժում ենք մենք սարերը եւ կարող ենք, եթե հավատում ես համաձայնությամբ ասա, այո, հավատ ուրախ ենք որ արդար ենք եւ կարող ենք ամեն բան։ Միասին ասենք բոլորս հավատ։ Ամեն եւ ամեն։ Եվ այս հավատքով լցված թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի, գնանք խաղաղությամբ եւ Տերը բոլորիս հետ։ Ձեռքերիդ մեջ է ամբողջը Դեր քոն է հանգիստը քո հոգու մեջ է ողջ